Ժամանակակից աշխարհում դժվար է դաստիարակել երեխաներին։ Այդ աշխատանքը կատարելով մենք հնարավորություն ենք ստանում կրթել մարդկանց, ովքեր վաղվա օրը ավելի լավը կդարձնեն։ 2020-2021 ուստարում 5-ա դասարանի ղեկավարի պատասխանատվությունը հանձնարարվեց ինձ։ Աշխատանքը պարտավորեցնող էր, պահանջում էր մեծ պատասխանատվություն, հոգատարություն, սեր, նվիրվածություն։ 5-րդ դասարան նրանք եկան դիմակներով, թաքցնելով հույզերը լուռ ու տխուր օրերի մեջ։ Նստում էին առանձին, դասարանը բաժանված էր 2 խմբի, եւ ամբողջ դասարանը միասին չէր հանդիպում։ Ունեցան տարեվերջյան էքսկուրսիա, որն իրենց ուրախացրեց ու համախմբեց։ 6-րդ դասարանում դարձան ակտիվ ու չարաճճի։ Օրինակելի աշակերտ Հովհաննեսը այդ տարվա սկզբում մեկնեց արտերկիր մշտական բնակության։ Տարվա ընթացքում մասնակցել են համադպրոցական միջոցառումների, շաբաթօրյակի, կազմակերպվել է ծառատունկ, ունեցան տարեվերջյան բաց դասղեկի ժամ երազանքի հետքերով խորագրով։ 7-ից 8-րդ դասարաններում այցելել են թանգարաններ, բազմաթիվ պատմամշակութային վայրեր, ունեցել օրինակելի բաց դասղեկի ժամեր, բաց դասեր տարբեր առարկաներից։ Նշել են իրենց ծննդյան օրերը, համախմբված ու սիրով դարձնելով այն տոն։ Գիտաճանաչողական էքսկուրսիաներ են ունեցել, հատկապես տպավորիչ եւ ուսուցողական է եղել հայրաքաղաք Գյումրին։ Զբոսնել ու ծանոթացել են քաղաքի կոլորիտային վայրերին ու պտտվել քաղաքի ժառանգության ֆայտոնով։ Տարիներն անցան կարուսելի նման։ Եկան 9-րդ դասարան։ Սեպտեմբերի 1-ին դպրոց ուղեկցեցին առաջին դասարանցիներին։ Ունեցան դասղեկի ժամ «Քո կոչումն է ուսուցիչ» խորագրով եւ իրենց յուրահատուկ մաղթանքն ու հուշանվերը հանձնեցին ուսուցիչներին, տնօրենին, փոխտնօրեններին։ Իրենց դասընկեր Մարտիրոսյան Գոռը մեկնեց հեռավոր Ամերիկա, մշտական բնակության։ Այսօր 9-ա դասարանը ավարտում են 25 աշակերտ, 10 աղջիկ ու 15 տղա։ Յուրաքանչյուրն ինքնատիպ, երբեմն ըմբոստ ու անզուսպ, երբեմն խելացի ու պահանջկոտ։ Այս 5 տարիների ընթացքում եղել են եւ վեճեր, եւ պոռթկումներ, եւ դժգոհություններ։ Բայց այսօր հասել եմ այն արդյունքին, որ սովորել են խոսելուց առաջ լսել, գրելուց առաջ մտածել, վիրավորելուց առաջ զգալ, նահանջելուց առաջ փորձել։ Դասարանի ղեկավարի հաջողության բանալին համագործակցված աշխատանքն է ծնողների հետ։ Արդյունավետ եմ օգտագործել ժամանակն ու միջոցները, լինելով հարգալից, նրբանկատ, շատ հարցերին տալով դիվանագիտական լուծում, հիշելով, որ ամենակարևոր բառերը պիտի ասեմ անձայն, եւ լռությունը վեր է ամեն տեսակ խոսքերից, աղմուկներից եւ գոռգոռոցներից։ Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ ձեզ ինձ ընտրելու եւ վստահելու համար։ Սիրելի իմ 9-ա դասարան, ժամանակն ավազահատիկների պես հոսում է եւ երբեք ետ չի վերադառնում։ Ես մեծ սիրով ու հոգատարությամբ կատարեցի աշխատանքս։ Ցանկացա, որ դուք ունենաք բազում ու պայծառ հիշողություններ։ Այս տարիների ընթացքում մենք միասին ստեղծեցինք մի գեղեցիկ այգի։ Ալեքսի էներգիան այգուն կյանք էր պարգևում։ Մանեն ու Մարին, որոնց այդպես էլ չզանազանեցի, այգու բուրավետ ծաղիկներն էին։ Վաչեն փայլում էր խելքի լույսով, բայց ծուլության ամպիկների տակ։ Հայկը քնկոտ, բայց արևի պես ժպտերես։ Տաղանդավոր Շուշանը մեր այգում հրաշալի մեղեդիներ էր նվագում։ Էրիկը ընկերասեր ու բարձրահասակ մի ծառի պես։ Գալոյան եղբայրները Մամիկոնը զուսպ ու լուրջ, իսկ Արտյոմը միշտ ուրախ ու շատախոս, լույսը ձգտող ծառեր են։ Ռոզան ու Սյուզին խաղաղություն էին բերում մեր այգի։ Միլենան միշտ իմաստուն, Արմինեն պարտաճանաչ, հեզիկ ծաղիկներն են։ Պետրոսն ու Սուրենը գաղտնիքներով լի ծառուղիներ։ Գոռն ու Հրանտը քամիների նման արկածներ էին փնտրում։ Էլինան արևասեր, Ինգան դուրեկան, Ալյոնան
միշտ ուրախ ծաղկեփունջ էին հյուսված։ Հարութն ու Դավիթը դհոլների զարկերով տոն էին դարձնում սովորական օրը։ Սպարտակը լուռ ու համեստ, իր լռության մեջ ուժ կուտակող։ Լևոնն անհանգիստ ու շատախոս պատմություններ էր պատմում լուրջ ու բարի մեր Նարեկին։ Մեր այգին միասին աճեցրինք, ջրեցինք ծիծաղով, արցունքով, ջերմությամբ, հույսերով։ Այս այգուց յուրաքանչյուրդ նոր ճանապարհ է բռնում ու ձեր սրտերում միշտ կապրի այս հողը, մեր դպրոցը, մեր դասարանը, մեր անցած տարիները։ Այսօր դուք կանգնած եք ճանապարհների խաչմերուկում, որտեղ խառնվում են հիշողություններն ու ապագայի անծայրածիր հնարավորությունները։ Հիշեք, ձեր երազած կյանքի բանալիները ձեր ձեռքում են։ Ձեր ճանապարհը թող լինի պայծառ ու արժանապատիվ։ Բարի երթ, սիրելի շրջանավարտներ։ Ես ու դու ունենք մի պատմություն, կողք կողքի անցել ենք մանկություն, տարիներ գլորվեցին, պատանի մեզ դարձրեցին։ Ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դպրոց երջանկություն, հարազատ մի ընտանիք, ուրանհոգ էինք երջանիկ։ Այսօր դու կլացես ու սիրտդ կվտացես, քո տեսքը անթերի է չկասկածես, տարիները որ անցնում են դպրոցում, ամենաթանկն են, այսօր դու ընկերներիդ հետ կանգեղծանաս, ու ցանկալի համբույր լուծես ստանաս, ապագա ճանապարհի կանչն առաջին, զանգն է այս վերջին։